Նիկոլ, երբ 2018 թվականին դուք գալիս էիք իշխանության կամ ձեզ բերում էին իշխանության, պատմությունը կտա այդ հարցի պատասխանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ձեր կողքին էր, աշխարհասփյուր հայությունը ոգևորված էր ձեր իշխանության գալով ու նախկին իշխանության հեռացմամբ, ձեզ աջակցում էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, օրվա իշխանության մեծ մասը, Սերժ Սարգսյանը անգամ խոստովանում էր, որ ինքը սխալ էր, դուք ճիշտ, եւ հանձնարարում էր իր պատգամավորներին, որպեսզի խորհրդարանում ընտրեին ձեզ որպես երկրի վարչապետ։ Ձեր հանրահավաքներին մասնակցում էին Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները։ Այսօրվա խորհրդարանի Հայաստան խմբակցության ղեկավար պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հրապարակավ հորդորում էր եւ կոչ էր անում, գտնում էր, որ դուք պետքա դառնաք ու ընտրվեք Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ ժամանակ հայ հեղափոխական դաշնակցությունը ոչ միայն սատարեց ձեզ, այլև իր ամբողջ կազմով մաս կազմեց ձեր կողմից ձևավորված կառավարությանը, կոալիցիոն կառավարության մաս դարձավ։ Հայ հեղափոխական դաշնակցության մի քանի կարկառու ներկայացուցիչներ դարձան ձեր կառավարությունում նախարարներ, մարզպետներ, այլ պատասխանատու պաշտոններ զբաղեցրեցին։ Նույնը կատարվեց նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից։ Բազմաթիվ այլ կուսակցություններ, երևելի անհատներ, հայտնի ու անհայտ քաղաքական գործիչներ, հայտնի ու անհայտ քաղաքական անձինք սատարեցին ձեզ, որպեսզի դուք գայիք իշխանության։ Ձեզ հավատարմության երթում տվեցին հայտնի ու անհայտ գեներալները, լուսահոգի գեներալ Մանվելը, լուսահոգի գեներալ Սեյրանը, զինված ուժերը մի մարդու նման կանգնեցին ձեր կողքին։ Ավելին խաղապահ բրիգադի անձնակազմի մի որոշումից դուրս եկավ ընդհուպ մինչև խախտելով գործող կանոնադրություններն ու երկրի օրենքները դուրս եկան միտինգի, ակնարկելով, որ զինված ուժերը նաև ձեր կողքին են։ Ձեր կողքին էին երկրապահը, Հայոց եկեղեցին, Արցախի Հանրապետությունն ու նրա քաղաքական ղեկավարությունը։ 7 տարի անց, Նիկոլ, վերը նշված կառույցներից ու անձանցից քանիսն են մնացել ձեր կողքին։ Կարելի ասել ոչ ոք առանձին բացառությունները, միայն զինված ուժերը, այն էլ երկրի օրենսդրությամբ իրենք իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ։ Այսօր վերը նշված կառույցներից որևէ մեկը ձեր կողքին չէ, հակառակը ձեր կառավարման օրոք ու արդյունքում կործանվեց Արցախի Հանրապետությունը։ Իսկ դրա քաղաքական ղեկավարությունը այսօր գերեվարված է Բաքվում։ Ձեր դեմը հայ ժողովրդի գիտակից հատված է։ Ինձ թվում է, ձեր այս նյարդային վիճակի հիմնական պատճառներից մեկն էլ դա է, որ դուք շատ լավ գիտակցում եք, որ հայ ժողովրդի գիտակից հատված այլևս ձեզ հետ չէ։ Իսկ հասարակության ճնշող հատվածը հիասթափված է, հայտնված է անորոշության մեջ։ Ոչ միայն հիասթափված, այլև տարակուսած է ձեր վարքագծից։ Ձեր դեմ են ձեր երբեմնի կոալիցիոն գործընկերները, քաղաքական ուժերը, ՀՀԿ-ն, ձեզ ընտրած ՀՀԿ-ն, հայ հեղափոխական դաշնակցությունը եւ այլն։ Ձեր կառավարման 7 տարիների ընթացքում հնարավոր չեղավ հաղթահարել կառավարման ճգնաժամը։ Այդ մասին պարբերաբար խոստովանում եք անգամ ինքներդ դուք։ Երկրի պետական պարտքը ձեր կառավարման օրոք հատել է 13 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Գոյություն չունի գեթ մեկ ոլորտ, որում իրականացված որևէ բարեփոխում հասած լինի իր տրամաբանական արդյունքին եւ կոնկրետ արդյունքներ արձանագրած լինի։ Խաղաղություն չի հաստատվել Հայաստանը կորցրել է ինքնիշխան տարածքներ եւ դուք չեք պատրաստվում որևէ ձևով այն վերականգնել եւ ինքնախապեյություն է, որ դուք դելիմիտացիայի եւ դեմարկացիայի միջոցով վերականգնելու եք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Ձեր թափահարած, ձեր խոստացած 29743 կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետության տարածքը դուք չեք կարողանում վերականգնել։ Տապալել է կոռուպցիայի դեմ պայքարը, իսկ ձեր կառավարող թիմի առանձին անդամներ տարբեր շերտերով արդեն իսկ ներքաշված են կոռուպցիոն տարբեր մեխանիզմների մեջ։ Ամենավտանգավորը կործանել եք հայ մարդու հույսն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ։ Մտել եք մարդկանց անձնական կյանք, արդեն մտել եք մարդկանց անձնական կյանք, այս մասին քիչ անց կխոսեմ։
Ձեր պատկերացումներով փորձում եք վերաձևել հայ ընտանիքը, հայոց բանակը, հայոց եկեղեցին ու Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ խոսք, հայոց եկեղեցում շատ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն, Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն, բայց ուզում եմ, որ դուք շատ պարզ իմանաք, շատ պարզ արձանագրենք, սիրելի բարեկամներ, սիրելի հայ ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, քանդելով ոչինչ չեն կառուցում, քանդողը չի կարող կառուցել։ Մինչև հիմա դուք հիմնավոր կերպով հնարավոր ամեն ինչ քանդում եք, տեղը ոչինչ չկառուցելով։ Ձեր գործունեության արդյունքում մենք միայն ավերակ ունենք։ Նիկոլ, այսա է ձեր նյարդային հոգեվիճակի պատճառը։ Հայաստանի Հանրապետության ինստիտուտների մեծ մասը քանդվել է։ Արցախի Հանրապետությունը քանդվել է, ոչնչացվել է։ Հնարավոր ու անհնար բոլոր ինստիտուտները քանդվել են։ Մարդկային հարաբերությունները ուղղակի պղծվել են։ Ձեր գործունեության արդյունքում մերձավոր հարազատներ ու բարեկամներ թշնամացել են։ Դուք տեղյակ եք, որ բազմաթիվ հարազատներ ձեր պատճառով չեն շփվում միմյանց հետ։ Հիմա հերթը հասել է եկեղեցուն, եւ ինձ համար իսկապես տարօրինակ ու իսկապես զայրացուցիչ է։ Քեզ նոր թշնամի է պետք, Նիկոլ, քեզ նոր մրցակից է պետք։ Չի կարող պատահել, ես ինչու նշեցի այս մարդկանց, այս բոլոր կազմակերպությունների անունները։ Նիկոլ, չի կարող պատահել, որ այդ բոլորը սխալ լինեն, մենակ դու ճիշտ։ Անհնար է։ Հայ ժողովուրդը չի կարող ամբողջությամբ սխալ լինել, մենակ դու ճիշտ։ Քեզ նոր թշնամի ու մրցակից է պետք հորինել ու դու հիմա գտել ես եկեղեցուն որպես նոր թշնամի, որ կարողանաս թեքես ձախողման ուղղությունը, որ շեղես մարդկանց, որ ցույց տաս, որ մեր ողբերգությունների պատճառը Լևոն Տեր-Պետրոսյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է, ամբողջ հայ ժողովուրդն է, տագետ մարդիկն են, աղքատ ժողովուրդն է մեր ողբերգությունների պատճառը, հիմա եկեղեցին է, բոլորը մեղավոր են բացի քեզանից, բոլորը մեղք ունեն, բոլորը մեղսավոր ու հանցագործ են, բայց ոչ դու, անմեղ հրեշտակ ես, անխոցելի իդեալական գործիչ, ծնունդդ շնորհավոր։ Ընդհանուր առմամբ, սիրելի բարեկամներ, իշխանության եւ եկեղեցու հարաբերությունները լավը չեն։ Սկսած 2018 թվականից, եւ ես երեք իմ Facebook-յան էջում հիշեցրել եմ այս գրառման մասին։ 2018 թվականի հուլիս ամսին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդամենը 2 ամսվա վարչապետ էր, երբ ամբողջ ազգի գերակշռող մասը աստվածացնում էր իրեն, երբ Նիկոլի դեմ խոսալը համարվում էր սրբապղծություն, եւ այդ ժամանակ սկսվել էր ամենայն հայոց կաթողիկոսի դեմ արշավը, այդ ժամանակ ես հրապարակավ հանդես եմ եկել, երեք հրապարակել են, որ չի կարելի ազատությունը շփոթել սանձարձակության հետ, որ եթե ամենայն հայոց կաթողիկոսի հետ, հայոց եկեղեցու դեմ բան ունեք, այդ բոլոր խնդիրները կարելի է լուծել քաղաքակիրթ տարբերակով, քաղաքակիրթ ճանապարհով, հայոց եկեղեցու հովապետը կամ առանձին եկեղեցականների մաշկի լույսը չեն, ես կյանքից մեջ ոչ իրանց հետ ճանաչել եմ, ոչ ճանաչում եմ, ոչ որևէ շփում ունեմ, ինձ ուղղակիորեն մարդկանորեն սպանում է պայքարի այս ձևը, սա ինչ ձև է, սիրելի բարեկամներ։ Ես ուզում եմ այս առումով ուղիղ պարզ խոսել, որովհետև ես հասկանում եմ Նիկոլի այս հարձակման աջակիցների ենթատեքստը։ Տեսեք ինչ են ասում։ Կա տեսակետ, որ եկեղեցին ցանկանում է իշխանափոխություն անել, ավելին անցած տարի Բագրատ Սրբազանի ակտիվացմամբ ընդդիմության այդ շերտի գլխավորությամբ տեսակետ էր գեներացվում, որ Բագրատ Սրբազանի թիկունքում կանգնած է ամենայն հայոց կաթողիկոսությունը, որ հայոց եկեղեցին է փորձում առաջնորդել ընդդիմադիր զանգվածին։ Ես կատեգորիկ դեմ եմ, որպես իրավաբան, որ ընդհանրապես որևէ եկեղեցական եւ հայոց եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ։ Նախ պետությունը տարանջատված է եկեղեցուց, մենք հստակ մեր սահմանադրական կարգավորումները դրա պատասխանը տալիս են, եւ ես չեմ կարծում, որ եկեղեցու որևէ սպասավոր կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվի։ Բագրատ Սրբազանի գործունեությունը եւ նրա ֆիասկոն տալիս է մեզ հնարավորություն արձանագրելու, որ քաղաքական պայքարում եկեղեցականի ներգրավումը չի կարող որևէ դրական արդյունք ունենալ, բայց դա չի նշանակում, որ եկեղեցուն պետքա ոչնչացնել, եկեղեցու նկատմամբ պետք է այսպիսի գրեհիկ վարքագիծ դրսևորել։
Խնդիրը այլ հարթության մեջ է եւ այստեղ ուզում եմ իսկապես էլի խոսքը սողեմ Նիկոլ Փաշինյանին։ Ձեր աջակիցները, ձեր շրջանակները, երեկվա ձեր Facebook-ան գրառումը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է իրական մասնակցություն առնչություն ունենա ամենահայոց կաթողիկոս ընտրության գործընթացում եւ տարվում է այդ քարոշչությունը, որ հայոց եկեղեցին եւ ամենայն հայոց կաթողիկոսը գտնվում է Կրեմլի ազդեցության տակ, Ռուսաստանի ազդեցության տակ կամ այսպես ասած իրանց ենթակայության գործակալներ են կամ ինչ են։ Այստեղ հարց է առաջանում։ Ես չեմ կարող դրա ճշմարտության կամ անիրատեսության կամ հնարավորության մասին փաստել, այդ մասին դուք կարող եք փաստել, բայց նոր եք իմանում, որ եկեղեցին կարող է տես լինել։ Բայց 7 տարի ինչ էիք անում։ Դուք 7 տարի ինչով էիք զբաղված։ 7 տարի դուք հնարավորություն չունեիք Հայաստանի Հանրապետությունում իրականացնել այնպիսի գործընթացներ, որոնք այսօր ձեր կողմից բարձրացված հարցերի պատասխանները ստանային։ Հիմա եկել հասել է մի հատ իրավիճակ, փորձում եք հանրության ուշադրությունը շեղել, հիմա էլ եկեղեցուն եք դարձրել, այսպես ասած հարձակման թիրախ, հնարավոր չի։ Այսքան հիմարացնել մեր ժողովրդին ուղղակի հնարավոր չի։ Ես չեմ բացառում, սիրելի բարեկամներ, որ առաջիկայում իշխանության եւ եկեղեցու միջև տեղի կունենա իսկական հրաձգություն, բայց նաեւ բնական եմ համարում, որ որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան կրկերը լարվելու են ու ամեն մեկը փորձելու է ստանալ առավելագույնը։ Բայց ես ուզում եմ այս հարցի կապակցությամբ որպես իրավաբան նաեւ ձեզ ներկայացել իմ պատկերացումները Նիկոլ Փաշինյանի գործողությունների, հայոց եկեղեցու կարգավիճակի եւ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործընթացի մասին։ Պարզ միանգամից ասում եմ, անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը, իշխանությունը, ընդդիմությունը, ես որևէ մեկը ինչ վերաբերմունք ունենք ամենայն հայոց կաթողիկոսի, հայոց եկեղեցու նկատմամբ ընդունում ենք, չենք ընդունում, իրենք լավ են աշխատում, վատ են աշխատում, ճիշտ են աշխատում, բարոյական արժեքներով են ապրում, թե չեն ապրում։ Իմ խնդիրը մեր ժողովրդին ուրիշ այլ իրողություն ներկայացնելն է, զուտ իրավական տեսանկյունից ներկայացնել է, որպեսզի վաղը, սիրելի բարեկամներ, մենք կարողանանք բռնել այս իշխանության ձեռքը, որտեղ այս իշխանությունը զուտ իրավական տեսանկյունից դուրս է գալիս իր սահմանադրական լիազորությունների շրջանակից եւ փորձ է անում հերթական անգամ իրականացնել հակասահմանադրական քայլ։ Այսինքն, եթե ես անկեղծ լրիվ շատ անկաշկանդ խոսեմ, այս մեր երկրի բոլոր խնդիրները լուծել ենք, մնացել էր որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու խնդիրները լուծեն։ Սեր Աստծո, դուք զբաղվեք բանակի խնդիրներով, զբաղվեք անվտանգության խնդիրներով, զբաղվեք, չգիտեմ, բոլոր տնտեսության խնդիրներով, բայց կյանքը ապացուցում է, որ որքան դուք զբաղվում եք, այդքան ուրեմն ձախողումներն ու բացասական արդյունքները ջրի երես են դուրս գալիս, բայց ուզում եմ զուտ իրավական տեսանկյունից սիրելի բարեկամներ ներկայացնել ձեզ իմ պատկերացումները, որ այն ինչ տեղի է ունենում, սա հակասահմանադրական եւ հակաօրինական է։ Նախ, ես այս 2 օրերի ընթացքում ուսումնասիրել եմ նաեւ մեր եկեղեցու կարգավորումները, եպիսկոպոսատ ժողովի, եկեղեցական ազգային եկեղեցական ժողովի կարգավորումները, դրանց կանոնակարգումները եւ հանգել եմ հետեւության ինձ նաև տեղեկատվական առումով էր անհրաժեշտ դրանք համադրելով գործող սահմանադրության եւ գործող իրավակարգավորումների հետ ես հանգել եմ հետեւյալ ուրեմն եզրակացությանը ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը որի կանոնադրությամբ սահմանվում է ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը ազգային եկեղեցական ժողովը սիրելի բարեկամներ հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է որը համազգային եւ համաեկեղեցական ամենահին ժողովրդական կառույցն է ազգային եկեղեցական ժողովի նիստը հրավիրում է ամենայն հայոց կաթողիկոսը եւ կաթողիկոսական աթոռի թափուր լինելու դեպքում ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության համար ազգային եկեղեցական ժողովի արտահերթ նիստ հրավիրվում է կաթողիկոսական տեղապայի կողմից 6 ամսվա ընթացքում Այսինքն ակնհայտ է, սիրելի բարեկամներ, ես ամբողջությամբ վերընթերցեմ ես իմ եզրակացությունը, որը հրապարակել եմ այսօր, ակնհայտ է, որ իշխանությունը, պետությունը որևէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ, ուրեմն ամենայն հայոց կաթողիկոսության եկեղեցու ներքին գործերի կազմավորման գործընթացում ավելին Գործող Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության 17 եւ 18-րդ հոդվածների համաձայն Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների
գործունեության ազատությունը կրոնական կազմակերպությունները ուշադիր անջատ են պետությունից, իսկ Հայաստանյաց առաքելական եկեղեցին դա կրոնական կազմակերպություն է, հետևաբար անջատ է եկեղեցուց եւ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելություն է եւ հայ ժողովրդի հոգեվոր կյանքում նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Վերը նշվածից հետևում է, սիրելի բարեկամներ, որ պետությունը եւ քաղաքական իշխանությունը, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը որևէ իրավասություն չունեն եւ չեն կարող ունենալ ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Եթե հավելենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին կետի համաձայն պետական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ, պատկերը շատ պարզ կլինի, քանի որ գործող սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանին, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի, որևէ իրավասություն տրված չէ միջամտել, խառնվել կամ ավելին ամենայն հայոց կաթողիկոսի թեկնածուների բարեվարկության ստուգումներ իրականացնել, հետևաբար ձեռնարկված գործընթացը իրավական տեսանկյունից հակասում է հայ սահմանադրությանը, ուստի ես կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին, հորդորում եմ եւ պահանջում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի դուրս չգալ իր սահմանադրական լիազորությունների շրջանագից, չխախտել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ սեփական քաղաքական PR-ի ապահովման, սեփական քաղաքական իշխանության հավերժացման, սեփական քաղաքական իշխանության ամրապնդման, վերարտադրման նպատակով փորձ չանել դուրս գալ սահմանադրության իրեն վերապահված լիազորությունների շրջանակից։ Սիրելի բարեկամներ, այստեղ կրկնում եմ, ձեզ մոտ կարող է հարց առաջանալ, որ իսկապես եկեղեցում խնդիրներ չկան, ժողովուրդ ջան, մեր ամբողջ երկրում խնդիրներ կան, բազմաթիվ խնդիրներ կան, բայց ամեն մեկը թող զբաղվի իր խնդիրների լուծմամբ, կոնկրետ իշխանության լիազորություններում չկա եկեղեցու հետ կապված որևէ խնդրի լուծման ուրեմն իրավասություն։ Այս իշխանությունը եւ որևէ իշխանություն լիազորված չէ, իրավասու չէ լուծելու եկեղեցու խնդիրները։ Եթե մենք իսկապես որպես ժողովուրդ, որպես հասարակություն եկեղեցու հետ կապված խնդիր ունենք, շատ լավ, դա իշխանության խնդիրը չի։ Իշխանությունը պարտավոր է ընդամենը ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության կարգավորումները։ Մնացած յուրաքանչյուր ըստ ոլորտի մեր ժողովուրդը պետք է կարողանա տարբերակել։ Մենք Նիկոլին ցար չենք ընտրել, կայսր չենք ընտրել, միապետ չենք ընտրել, արքայից արքա չենք ընտրել։ Ինքը ամենակարող չի, ինքը պետության ղեկավարը չի։ Ես չգիտեմ 1000 անգամ եմ ասել, այդ մարդը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարն է ընդամենը։ Իսկ Հայաստանի Հանրապետության սահմանադրության հստակորեն ամրագրված են գործադիր իշխանության ղեկավարի լիազորությունները։ Չի կարելի թույլ տալ, որ այդ մարդը դառնա անվերահսկելի եւ անկառավարելի։ Եվ բազմաթիվ անգամներ նշել եմ, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն չի ունեցել նման իշխանություն, անվերահսկելի իշխանություն, որքան Նիկոլը։ Բայց սա վտանգավոր է, սիրելի բարեկամներ, եւ այս անվերահսկելիությունն է բերել իշխանության առանձին ներկայացուցիչների սանձարձակ վարքագծին, գռեհկաբանությանը, անկեղծ ես աղշած եմ։ Սիրելի բարեկամներ, հետեւաբար այս առումով ավարտելով հայոց եկեղեցու եւ իշխանության միջև սկսված պատերազմին, ընդամենը մի բան կարող եմ ասել։ Այն ինչ հիմա տեղի է ունենում, վկայում է Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող խորքային արժեհամակարգային ճգնաժամի մասին։ Երբ իշխանությունը կորցրել է իր դեմքը, երբ իշխանությունը չգիտի իր անելիքը, երբ իշխանությունը փորձում է խուսափել սեփական պատասխանատվությունից, երբ իշխանությունը փորձում է մեր ողբերգությունների պատճառները որոնել բոլոր ինստիտուտներում բացի իրենից։ Սիրելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետությունում պատասխանատու է մեկ մարդ եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Ուրիշ ոչ մի մեղավորներ, պատճառներ մի փնտրեք։ Մի օր Ռուսաստանն է, մի օր Ֆրանսիան է, մի օր Ամերիկայի Միացյալ Նահանգները, մի օր Թուրքիան է, մի օր Ադրբեջանն է, մի օր Պարսկաստանն է, մի օր Լևոնն է, մի օր Քոչարյանն է, մի օր Սերժն է։ Բոլորն են բացի այս մարդուց, բոլորը։ Չի
Չի կարելի, ուղղակի հիմարացնել մեր ժողովրդին չի կարելի։ Եվ այս ամենի մեջ, սիրելի բարեկամներ, անցնենք հաջորդ թեմային։ Ամենից վտանգավոր քարոզությունը, որ տարվում է մեր ժողովրդի մեջ, դա նա է, որ այլընտրանք չկա Նիկոլին։ Այլընտրանք կա, ձեր դեմ խաղ կա, ու այդ խաղը լինելու է։ Ու այդ խաղում արդյունքում դուք պարտվելու եք, որտեղ դուք անհաղթելի չեք։ Իմացեք, ձեր դեմ խաղ կա։ Խաղ կա, ուղղակի պետք է գտնել ճիշտ ժամանակը, ճիշտ եղանակը, ճիշտ միջոցն ու մեթոդը այդ խաղում հաղթանակ արձանագրելու համար։ Այսինքն, ես ուզում եմ դիմել նաև Նիկոլի քարոզիչներին, այդ որ դուք քարոզում եք, որ Նիկոլին այլընտրանք չկա, դուք ինչ եք ուզում ասել։ Դուք ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկո է, Թուրքմենբաշի է։ Դուք ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի նման պետք է անընդհատ վերընտրվի, հա։ Դուք դա եք քարոզում, դուք դա եք ուզում մեզ, դուք այդպիսի Հայաստան եք ուզում, սիրելի բարեկամներ, եւ այսօր այն բոլոր մարդիկ, ովքեր ծափահարում են Նիկոլ Փաշինյանին, այն կարծիքին են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հավերժացնի իշխանությունը, ուրեմն իրենք են բերում հենց այդ գաղափարի արմատավորմանը, որ ինչ այլընտրանքի մասին է խոսքը, Նիկոլին այլընտրանք չկա, այս իշխանության այլընտրանք չկա, ուրեմն եկեք ազգովի փառաբանենք, Նիկոլ Փաշինյանը արձանը կանգնեցնենք ու ասենք, որ դուք անփոխարինելի եք ու ազգովի մոռանանք քաղաքական համակարգի առողջացման մասին։ Իսկ իմ քաղաքական համոզմունքը, սիրելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, քիչ անց խոսելու եմ նոր ընդդիմադիր կենտրոնի ձևավորման մասին, անհրաժեշտության մասին, բայց իմ քաղաքական համոզմունքը հետևյալն է. օտար պետությունների շահերին եւ օտարներին ծառայող բոլոր քաղաքական ուժերն ու անհատները, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումից, ռուսամետ են, արևմտամետ են, ամերիկամետ են, եթե այդ մարդիկ սպասարկում են բացառապես տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերն ու բացառապես սպասարկում են օտարների շահերը, այդ ուժերը, անհատները, իշխանություն են, ընդդիմություն են, լոյալ են, ծայրեղ են, լիբերալ են, չգիտեմ ինչ են, այդ բոլոր ուժերն ու անհատները պետք է վռնդվեն քաղաքական դաշտից։ Ես խորապես համոզված եմ այս գաղափարի մեջ։ Հայաստանին, սիրելի բարեկամներ, օդի ու ջրի պես անհրաժեշտ է որակապես նոր քաղաքական դաշտ, որակապես նոր ընդդիմություն, որակապես նոր իշխանություն, այնպիսի քաղաքական համակարգ, որը կկրի պատասխանատվություն, կբերի Հայաստանում համակարգային փոփոխությունների, այդ թվում նաև իշխանափոխության, ելնելով այն հանգամանքից, որ որևէ իշխանություն հավերժ չէ։ Սիրելի բարեկամներ, 7 տարի տեսնում ենք հնի ու նորի պայքար, ներկաների ու նախկիների գզվրտոց, տեսնում ենք դավաճանը, դու ես սրիկան, դու ես թալանչին, դու ես կոռուպցիոները, դու ես այս իսկապես հիասթափեցնող փակուղի բերող ճանապարհը, այս գզվրտոցը, սիրելի բարեկամներ, հնի ու նորի պայքարի արդյունքում եռացող քաղաքական համակարգը մեզ շպրտելու է ավելի հետ, խնդրում եմ ուշադրություն դարձնեք, մեզ շպրտելու է ավելի հետ, որպեսզի երկրում իրականացվեն լրջագույն բարեփոխումներ եւ տեղի ունենա իսկական բեկում ու երկիրը շարժվի առաջ, չափից դուրս կարևոր է, որպեսզի հնարավորինս արագ առողջանա քաղաքական համակարգը։ Գործող իշխանությանը հակակշռելու համար քիչ անց խոսելու եմ այդ մասին։ Պետք է ավելի ազդեցիկ այլընտրանք ձևավորել, որպեսզի հնարավոր լինի ապահովել քաղաքական համակարգի հավասարակշռությունը։ Բազմիցս ասել եմ, հիմա նորից վերարտադրում եմ։ Այդ այլընտրանքը պետք է լինի գաղափարական, ինտելեկտուալ, կրթված, ունենա հստակ տեսլական, ռազմավարական Հայաստանի զարգացման վերաբերյալ, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համարձակություն ու քաղաքացիական խիզախություն ունենա այդ քաղաքական այլընտրանքը։ Ես խորապես համոզված եմ, սիրելի բարեկամներ, մեր երկրի քաղաքական համակարգի հավասարակշռությունը վաղուց խախտված է։ Այսպես շարունակվելու դեպքում այս իշխանությունը լճանալու է, լկտիանալու է, սանձարձակ է դառնալու ու դառնալու է ավելի անվերահսկելի։ Ես արդեն պատկերացնում եմ, որ այս իշխանությունը շարունակի մնալ առանց այլընտրանք, որ այս իշխանությունը չզգա իր ծոծրակին, չզգա ուժեղ ընդդիմության առկայությունը, եթե այս իշխանությունը չպարտվի ընտրություններում, ես արդեն պատկերացնում եմ այս իշխանությունը ինչպիսի անվերահսկելի վիճակ է ստեղծելու մեզ
իր համար, որը կործանարար է լինելու վերջնական արդյունքում Հայաստանի Հանրապետության համար։ Սիրելի բարեկամներ, միայն ուշադրություն դարձնեք մեր խորհրդանում ստեղծված իրավիճակին, Հայաստանում ծրագրային զարգացման, այլընտրանքային զարգացման, ռազմավարական ծրագրերի զարգացման եւ ծրագրային բանավեճի պակաս կա։ Սիրելի բարեկամներ, այս իշխանությունը ստեղծել է մի իրավիճակ, ես բազմաթիվ անգամներ ասել եմ, չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել կրկին անգամ, բայց տեսեք, վերջին 2 ամսվա ընթացքում որ իմպիչմենտի անվստահության գաղափար են բերել ու հենց նախկին իշխանությունները տարբեր սեգմենտներ բերել են ներկայացրել են շրջանառության մեջ են դրել այդ գաղափարը, բայց կատարյալ ֆիասկո են ապրում։ Իրենք փորձում են հանրությանը ապացուցել, որ Հայաստանի Հանրապետությունում իրենք վարչապետի տեխնացուներ չունեն։ Եթե չունեք վարչապետի տեխնացուներ, դուք ընդհանրապես ինչ եք անում Հայաստանի քաղաքական դաշտում։ Ինչ եք զավթել Հայաստանի քաղաքական դաշտը, ձեզ վերագրել ինստիտուցիոնալ ընդդիմության կարգավիճակի դեր։ Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ մի բան մենք արձանագրենք։ Իշխանությանը ընտրում են, որ նա ծառայի ժողովրդին, հայրենիքին ու պետությանը։ Իշխանությունից հեռանում կամ հեռացվում են նրանք, ովքեր կորցնում են հասարակության վստահությունը, ովքեր չեն կարողանում տված խոստումները կատարել, ովքեր թաթախվում են կոռուպցիայի մեջ, վերջապես ովքեր խախտում են պետության օրենքները։ Ես ուզում եմ, որ դուք այս հանգամանք ուշադիր լսեք, սիրելի բարեկամներ։ Ժամանակի փորձությամբ հաղթահարված իրողություն է։ Սանձազերծված վարքագծով ու օրենքից դուրս քայլերը հայրենիքի ու պետության նկատմամբ մի օր ավարտվում են նույն այդ պետության ու հայրենիքի նկատմամբ ամենավերջին սրիկայությամբ, տերորի իշխանության հաստատմամբ, որից մինչ օրս համենայն դեպս ոչ ոք չի շահել։ Իրավական երկիր կառուցողը Նիկոլ, նրա համար պայքար մղողը երբեք չի օգտվում եւ չի օգտվելու անօրեն զենքից, երբեք։ Սիրելի բարեկամներ, նույնիսկ եթե եկեղեցում կան խնդիրներ, դատական համակարգում կան խնդիրներ, բանակում կան խնդիրներ, Հայաստանի Հանրապետության որևէ այլ պետական ինստիտուտում կան խնդիրներ, ու Նիկոլ Փաշինյանը երազում է այդ խնդիրները լուծել, ես խնդրում եմ, որ յուրաքանչյուր իշխանավոր իր ականջին օղանի, որ անգամ ամենանվիրական ցանկությունը, նվիրական երազանքը չի կարելի իրականացնել հանցավոր ճանապարհով, ապօրինի եղանակով, անօրինական միջոցներով, չի կարելի վերջ։ Դուք նման իրավունք չունեք։ Ինչ եմ սա ասում, սիրելի բարեկամներ, որովհետև մենք ենք հնարավորություն տվել, քիչ անց կասեմ ովքեր են տվել այդ հնարավորությունը, որ իշխանությունը այսօր այս աստիճան լկտիանա, դառնա սանձարձակ, անվերահսկելի։ Լսեք, ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե Նիկոլ Փաշինյանը իշխանության տարբեր ներկայացուցիչներ ինչ հարաբերություններ կամ ինչ պատկերացումներ ունեն այս կամ այն եկեղեցականի նկատմամբ, ամենայնը հայոց կաթողիկոսի նկատմամբ, չգիտեմ, այլ իրավասու պետական կամ այլ կազմակերպությունների նկատմամբ։ Ինձ ավելի շատ անհանգստացնում ու մտահոգում է իրավական պետության փիլիսոփայությունը։ Բռնաբարվում է, հասկանում եք, Հայաստանի Հանրապետության վարչապետը չպետք է ունենա նման հնարավորություններ, սիրելի բարեկամներ, նա չպետք է դառնա միապետ, կայսր, նա չպետք է դառնա արքայից արքա, նա Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը նրան այդպիսի իրավասություններ չի տվել, բայց ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը իրեն իդենտիֆիկացնելով, նույնականացնելով կամ նմանեցնելով Պապ Թագավորի հետ, փորձում է այսօր ինչ-որ խնդիրներ լուծել, փորձում է այսօր ինքնիշխանության ինչ-որ մասին պատկերացումներ խոսել։ Ինքնիշխանությունը, Նիկոլ, գլուխը պատին դեմ տալը չի, պատին տալու ջարդելը չի։ Ինքնիշխանությունը դա հավասարակշռված արտաքին քաղաքականությունն է։ Ինքնիշխանությունը դա սեփական ռազմավարական շահերի վրա հիմնված քո պետությունը որևէ մարտահրավերից հեռացնելուն ուղղված, գիտակցված, շրջահայաց, սառը հավասարակշռված քաղաքականությունն է։
Դուք ինչ եք անում 7 տարի ինչով եք զբաղված նոր եք հայտնաբերել որ եկեղեցին չգիտեմ ինչ է չգիտեմ ամենայն հայոց եկեղեցին կամ մեր խնդիրները հիմա քիչ են հա մենք ուրիշ խնդիր չունենք լուծելու սիրելի բարեկամներ սիրելի հայ ժողովուրդ ես ուզում եմ խոսել նաև իշխանություն եւ ընդդիմություն հարաբերությունների մասին իշխանություն եւ ընդդիմություն պայքարի որակի մասին հիշեք Սիրելի բարեկամներ, եթե մեր իշխանությունը Նիկոլն է, նրա ընդդիմությունը չի կարող լավը լինել, որովհետև լավ ընդդիմության պայմաններում, ուզում եմ սա ֆիքսենք, լավ ընդդիմության, ուժեղ ընդդիմության, հեղինակավոր ընդդիմության, ազդեցիկ ընդդիմության, գաղափարապես հարուստ ընդդիմության պայմաններում այդ ընդդիմությունը շատ կարճ ժամանակահատվածում կհասներ հաջողության, այն է գործող իշխանությանը կպարտադրեր հրաժարական, գործող իշխանությունը դուրս կգար քաղաքական իշխանության լծակներից կզրկվեր եւ Հայաստանի Հանրապետությունում որակապես նոր իրավիճակ կստեղծվեր։ Սա է, սիրելի բարեկամներ, մեր պետական կառավարման համակարգի գնահատականը, Հայաստանում ստեղծված իրավիճակի իրական գնահատականը սա է եթե գործող իշխանության ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն են բոլոր ուժերն են ովքեր այսօր զբաղեցրել են տիտղոսային ընդդիմության տեղը որոնք չեն կարողանում փաստորեն վարչապետի տեխնացու առաջադրել մեր իշխանությունը Նիկոլը պետքա լինի իրենք շատ տիպիկ այս առումով բնութագրում են մեր հասարակության վիճակը, հասարակությունում ստեղծված իրավիճակը։ Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք նաև սա, այս ընդդիմությունը չունի որևէ ներուժ այս իշխանությանը իրական այլընտրանք առաջարկելու։ Ունակ չէ նույնիսկ, ինչպես ասեցի, վարչապետի տեխնացու առաջադրելու։ Ուրեմն մենք գործ ունենք 7 տարիների կառավարման համատեքստում գործ ունենք վերից վայր, ծայրից ծայր ձախողված իշխանության ու անողնաշար ընդդիմության հետ։ Հետևաբար, սիրելի բարեկամներ, սա նշանակում է իմ խորին համոզմամբ, վերջին մի քանի ամիսների ընթացքում ես մշտապես այդ գիծն եմ առաջ տանում։ Հայաստանում եւ իշխանությունը պետք է փոխվի, եւ ընդդիմությունը պետք է փոխվի։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Հետևաբար, ինչ ասում այսօրվա ընդդիմությունը, ընդ որում այս ընդդիմության Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ընդդիմությունը Հայաստան դաշինքը, ասում ենք վարչապետի տեխնացու չունենք, 5 ամիս հետո ունենալու եք Ձեր առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, ընդամենը 20 օր առաջ մամուլի ասուլիսում հայտարարում էր, որ Հայաստան խմբակցությունում առնվազն 7-8 վարչապետի տեխնացուներ կան։ Բա ուր է 7-8 հոգի վարչապետի տեխնացուն։ Դուք ինչ եք սպասում։ Ընդ որում, ես ուզում եմ հստակ արձանագրենք հետևյալը, սիրելի բարեկամներ։ Այս ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը լռում էր, երբ Արցախում էթնիկ զտմաներ, Արցախը ենթարկվում էր էթնիկ զտման։ Ավելին, այս ընդդիմության արցախյան հատվածը նպաստել է Արցախում էթնիկ զտման իրագործմանը եւ հավասարաչափ պատասխանատու է Արցախի կործանման համար։ Իսկ նրանց պարագլուխ Ռոբերտ Քոչարյանը 2 տարի ընդհանրապես որևէ ձայն չի արել Արցախի կործանման ժամանակահատվածում։ Սա ինչ է նշանակում, սիրելի բարեկամներ։ Ընդ որում, ուզում եմ ձեզ հիշեցնել, խորհրդարանական ընդդիմությունը, նրանց առաջնորդները, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը 2021 թվականից հետո մինչև առայսօրը իրականացրել են մի քանի շարժումներ, ղեկավարել են այդ շարժումները։ Իրենք ընդամենը մի բան են խոստացել մեր ժողովրդին։ Այս ընդդիմությունը, սիրելի բարեկամներ, մեկ բան է խոստացել մեր ժողովրդին 2021 թվականից սկսած հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ձախողել եք, տապալել եք, չեք կատարել ձեր
տված խոստումը ժողովրդին։ Չեք հեռացել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից։ Ավելին, ինչ ձեզանից ոմանք սերտաճել եք Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրա հետ առևտուր եք արել, նրա հետ տարբեր պայմանավորվածություններ եք ձեռք բերել։ Եվ հիմա էլ ամեն ինչ անում եք նորից 2026 թվականին վերընտրվելու համար։ Եթե դուք վերընտրվելու եք որպես ընդդիմություն, ուրեմն մեր ժողովրդին Նիկոլ Փաշինյանին փաթաթում եք մեր ժողովրդի վզին որպես վարչապետ, որտեղ ձեր ընդդիմության լինելու պայմաններում Նիկոլ Փաշինյանը մնալու է վարչապետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում սիրելի ժողովուրդ, այս մարդիկ մնալու են որպես ընդդիմություն։ Մենք ասում ենք, եւ Նիկոլ Փաշինյանը եւ այս ընդդիմությունը պետք է հեռանան։ Այս մարդիկ հնարավոր ամեն ինչ արել են Հայաստանի Հանրապետությունը այսօրին հասցնելու համար։ Հետաբար սիրելի բարեկամներ, ժամանակն է որ մենք սթափվենք եւ ճիշտ որոշումներ կայացնենք։ Եվ մի բան էլ եմ ուզում ասել այսօրվա ընդդիմության մասին։ Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնը, որ դուք նայում եք, ամաչում եք, վատ եք զգում, ապշում եք, զարմանում եք, թե ոնց կարող է պատահել, որ երկրի գործադիր իշխանության ղեկավարը, վարչապետը նման բառամթեր կօգտագործի, նման տերմիներ կիրառի, մտնի մարդկանց անձնական կյանք։ Ընդ որում մարդկանց անձնական կյանք մտնելու մասով մի բան ասեմ, չէի ուզում ասել, բայց ասեմ ձեզ։ Նիկոլ Փաշինյանի հետ հայտի հայտարարությունը Սրբազանի եւ նրա քեռու կնոջ հետ ունեցած հարաբերությունների մասին, սիրելի բարեկամներ, սա քրեորեն բաժելի արարք է Նիկոլ Փաշինյանի ասածը։ Բացեք յուրաքանչյուր այդ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածը, որտեղ կտեսնեք, որ մարդու անձնական ընտանեկան կյանքի տեղեկությունները հրապարակելը քրեորեն բաժելի արարք է, բայց սրա մասին չեմ ուզում խոսել։ Ես ուզում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ ներկա չի եղել այդ հարաբերություններին։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին հատուկ ծառայությունները կամ այլ ծառայություններ զեկուցում են, ներկայացնում են տեղեկություններ մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ։ Եթե այսպես եք դուք ղեկավարում կոմպրոմատներով, հավաքելով, մարդկանց անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքելով, ճիշտ ձեր քաղաքական նպատակներին հասնելու համար դրանք օգտագործելով, վայ եկել տարել է մեր երկրին։ Մի հատեք կարմիր գիծը, մի անցեք թույլատրելիության սահմանը, մի բացեք Պանդորայի արկղը։ Դուք ոչ միայն դրանով որևէ խնդիրի չեք լուծելու, այլ հակառակը դուք լրջագույն հարված եք հասցնելու մարդկային հարաբերություններին։ Այո, ոչ մի հասարակություն, ոչ մի ժողովուրդ իդեալական չէ։ Մեր հասարակության ներսում էլ կան խնդիրներ, լուծման կարոտ խնդիրներ, բայց եկեք կան խնդիրներ, որոնք իշխանությունը իզորու չէ լուծելու եւ պետք չի, որ իշխանությունը լուծի։ Հասարակության ինքնաառողջացման ցիկլի մեջ մենք պետք է գտնվենք։ Իշխանության խնդիրը նա է, որ ապահովի այնպիսի կրթական միջավայր ու ստեղծի այնպիսի կրթական համակարգ, որտեղ կրթված հասարակությունը կինքնաառողջանա, ոչ որ ջես իրավունք չի տվել մտնել մարդկանց անձնական կյանք, սա չի կարելի, սա անթույլատրելի է, սա սխալ է, սա հանցագործություն է։ Հասկանում եք, կանգ առեք, սթափվեք եւ քանի դեռ ուշ չէ, որովհետեւ այս պատերազմը, այս կոմպրոմատների պատերազմը, կրկնում եմ, քանդելու է գրված ու չգրված բոլոր օրենքները։ Իսկ դա ոչ մի լավ բան չի բերելու, դա թշնամացնելու է, դուք հասարակության տարբեր շերտերի թշնամացնում եք միմյանց հետ։ Սիրելի բարեկամներ, ես այս առումով ուզում եմ գործող խորհրդարանական ընդդիմությանը մի բան ասել։ Երբ որ դուք ամաչում եք, կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանի խոսքերից, զարմանում եք, ապշում եք, ուրեմն իմացեք, իշխանության լեկտիության ու սանձարձակության միակ մեղավորը թույլ ու անողնաշար ընդդիմությունն է։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա պահվածքի մեջ մեղավոր փնտրեք ու գտեք ձեզ։ Եթե դուք ուժեղ լինեիք, եթե դուք ազդեցիկ լինեիք, եթե դուք հզոր լինեիք, եթե դուք այնպիսի քաղաքականություն վարեիք, որ իշխանությունը զգաստանար, իշխանությունը զգաս լիներ, իշխանությունը զգար ձեր շունչը, իշխանությունը ձեզնից վախենար, այո, ցանկացած իշխանություն պետք է իր ընդդիմադիրից նաև վախ ունենա։ Լա, ես ոչ թե ինչ որ սարսափելու կամ չգիտեմ ինչ անելու գազան չէ ընդդիմությունը, որ պետք է լինի, այլ իր ազդեցությունությամբ ինքը պետք է կարողանա կաշկանդի իշխանությանը։
Եթե դուք ձեր տեղում լինեիք, եթե դուք հնարավորինս անխոցելի լինեիք, եթե դուք իսկապես կարողանայիք վերջի 3-4 տարիների ընթացքում այնպիսի խորքային անդիմադիր գործունեություն ծավալեիք, որ իշխանությունը ասելիք չունենար, իշխանությունը ուղղակի կարկամած լիներ, իշխանության լեզուն այսքան երկար չէր լինի, Նիկոլ Փաշինյանն էլ այսպես չէր խոսի։ Ընդ որում, երբ որ Նիկոլ Փաշինյանը այսպիսի բառամթերք է օգտագործում, ես համաձայն եմ, նա ընդամենը չի հարգում մեր ժողովրդին։ Մեր ժողովրդին հարգող պետական գործիչը այսպիսի բառամթերք չի օգտագործի հրապարակավ։ Ընդ որում, ես արդեն գնալով համոզում եմ, որ վերջի տարիներին այս կռեհկաբանությունը ձեր հովանավորությամբ դարձավ մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մասը։ Դուք եք բերել Նիկոլ մեր իրականություն, այս գռեհկաբանությունը դուք եք բերել։ Ինձ համար այլևս արդեն պարզ է, թե դուք ինչ քաղաքական պրոյեկտներ եք մոդելավորել, դրել շրջանառության մեջ, հետո շարքից հանել։ Հասկացողները թող հասկանան, սիրելի բարեկամներ։ Ինչևէ, սիրելի հարազատներ, այս ամենի վերջը պետքա տալ։ Ես գտնում եմ հետևյալը, ես իմ քաղաքական թիմակիցների, իմ ընկերների հետ ամեն օր, գրեթե ամեն օր, կամ շաբաթական մեկ անգամ քննարկում ենք ստեղծված իրավիճակը։ Ինձ համար այլևս պարզ է, այս իշխանությունը լիովին բարոյալքված ու սպառված է, այս ընդդիմությունը լիովին բարոյալքված ու սպառված է։ Հայաստանի Հանրապետությունում նոր ընդդիմադիր կենտրոնի ձևավորման անհրաժեշտություն կա։ Այդ նոր ընդդիմադիր կենտրոնը, սիրելի բարեկամներ, այդ ընդդիմադիր կենտրոնի նպատակը պետք է լինի հետևյալը. ստեղծել կենսունակ քաղաքական բլոկ, դաշինք, միավորում, որը կգրավի այն ընտրողներին առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնք հիասթափված են եւ կյանքում այլևս ձայն չեն տա գործող իշխանություններին, միաժամանակ չեն ցանկանա, որ նախկին իշխանության որևէ սեգմենտ վերադառնա իշխանության կամ վերարտադրվի։ Այդ քաղաքական բլոկի, այդ նոր ընդդիմադիր կենտրոնի ուղերձը մեր հասարակությանը պետք է լինի հետևյալ մի քանի կետերը. ժողովրդավարություն առանց կոռուպցիայի։ Այո, մեզ իսկապես ժողովրդավարություն է պետք, բայց առանց կոռուպցիայի, առանց քաղաքական կոռուպցիայի։ Հայաստանի Հանրապետությունը, սիրելի բարեկամներ, խնդրում եմ վստահ լինեք։ Ես անպատասխանատու բաներ չեմ ասում։ Այդպես էլ Նիկոլ Փաշինյանի օրոք չձերբազատվեց ոչ քաղաքական կոռուպցիայից, ոչ կոնկրետ քրեորեն պատժելի կոռուպցիայից։ Ցավոք սրտի, մենք չձերբազատվեցինք այդ ախտից, բայց մեր ժողովրդավարությունը որպես գործիք անհրաժեշտ է։ Հետևաբար նոր ընդդիմադիր կենտրոնի ձևավորման հիմքում պետք է որպես ուղերձ մեր ժողովրդին հասանելի դառնա ժողովրդավարություն առանց կոռուպցիայի լոզունգը։ Հաջորդը ոչ ատելության քաղաքականությունը։ Նիկոլ, դուք չեք պատկերացնում, թե դուք ինչ աստիճանի ատելության մթնոլորտ եք բերել Հայաստան, ինչ ատելության մթնոլորտ եք սերմանել մեր մատաղ սերնդի մեջ, ինչ ատելության քարոզչություն եք հիմա իրականացնում նախկիների հանդեպ, եկեղեցու հանդեպ, ձեր քաղաքական մրցակիցների հանդեպ, ձեր նախկին թիմակիցների նկատմամբ, հնարավոր բոլորի նկատմամբ։ Չի կարելի, սիրելի բարեկամներ, եթե ընտանիքում ատելության միջավայր մթնոլորտ է տիրում, այդ ընտանիքում հնարավոր չի ապահովել երջանիկ ապագա, ինչպես խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկրում երբեք երջանկություն չի կարող լինել, որտեղ նրա վարած քաղաքականության արդյունքում ամեն օր ավելանում է ատելության մթնոլորտու միջոցը, ատելության միջավայրը։ Հետևաբար նոր ընդդիմադիր կենտրոնի ամենակարևորագույն ուղերձներից մեկը պետք է լինի ոչ ատելության քաղաքականությանը, այո արդարությանն ու օրինականությանը։ Սիրելի բարեկամներ, ես իմ ընկերների հետ միասին, երբ 2021 թվականին ստեղծում էինք Արդար Հայաստան կուսակցությունը, մենք այդ ժամանակ վստահ էինք, որ Հայաստանի Հանրապետությունում քանի դեռ չի հաղթահարվել արդարության ճգնաժամը, քանի դեռ չի հաստատվել օրենքի գերակայություն, քանի դեռ չի հաստատվել իրավունքի գերակայություն, քանի դեռ Հայաստանը չի դարձել իրավական պետություն, հնարավոր չէ Հայաստանի Հանրապետությունում հաստատել այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտա բեկում իրականացնել, տնտեսությունը զարգացնել եւ Հայաստանը դարձնել զարգացած ու բարեկեցիկ երկիր։ Հիմա էլ ենք մնում այդ համոզմանը։ Հայաստանի Հանրապետությունում քանի դեռ հաղթահարված չէ արդարության ճգնաժամը, քանի դեռ յուրաքանչյուր ոք հավասար չէ օրենքի առջև, քանի դեռ որևէ մեկը
պալստում է պատասխանատվությունից եւ իր արածի համար պատասխան չի տալիս, մենք միշտ մնալու ենք այս գաղջ մթնոլորտի մեջ։ Հետևաբար, սիրելի բարեկամներ, կրկնում եմ, ոչ ատելության քաղաքականությանը, այո արդարության ու օրինականությանը, մեզ իսկապես արդար Հայաստան է անհրաժեշտ եւ անկախ քաղաքական թիմի ով լինելուց, ինչ քաղաքական ուժեր կա իշխանության, Հայաստանում եթե չհաստատվեց արդարություն, եթե Հայաստանում չհաստատվեց օրինականություն, հաջորդ իշխանությունը ուրեմն ավելի վատ է լինելու, քան գործող իշխանությունը։ Չնայած ես չեմ պատկերացնում, որ այս իշխանությունից վատ իշխանություն կարող է լինել։ Հաջորդ լոզունգը, որը լինելու է նոր ընդդիմադիր կենտրոնի ուղերձներից մեկը, խելամիտ ընդդիմություն, առանց ռևանշի կամ ծայրահեղության։ Սիրելի բարեկամներ, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, նաև տարբեր այլ քաղաքական ուժեր, ովքեր այսօր ձգտում են հանրապետականների մի մասը, ովքեր ցանկանում են ձգտում են վերադառնալ իշխանության, նրանք վրեժի ծառավ ունեն, նրանք ծայր ուրեմն տրամադրվածություն ունեն, նրանք կարոտախտով են տառապում եւ իսկապես ռևանշի գաղափարներով են տարված։ Մեզ պետք է որակապես այնպիսի մարդկանցով ձևավորել նոր ընդդիմադիր ուրեմն միջավայր, որ այդ ընդդիմությունը կլինի խելամիտ ընդդիմություն, ծրագրային ընդդիմություն, գաղափարապես հասուն ընդդիմություն, առանց ծայրահեղությունների, որ իրապես քաղաքական այլընտրանք կներկայացնի հասարակությանը եւ այդ քաղաքական այլընտրանքը կբերի հաջողության։ Պատասխանատվության ինստիտուտի կիրառումը դա վրեժ խնդրություն չի, սիրելի բարեկամներ, բայց Հայաստանի Հանրապետությունում մի օր ձևավորվելու այդ իշխանությունը, որի օրոք այն բոլոր մարդիկ, ովքեր հանցագործություն են կատարել Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ, պետք է պատասխան տան։ Հետևաբար, սիրելի բարեկամներ, ես խորապես համոզված եմ, որ մեզ որակապես նոր ընդդիմադիր կենտրոն է անհրաժեշտ ձևավորել։ Ես խորապես համոզված եմ այս նույն խաղաղ հարթերով, որոնցով խաղում են իշխանությունն ու ընդդիմությունը, այս նույն դիրքավորումներով, որոնցում հայտնվել են Նիկոլ Փաշինյանն ու Քոչարյանն ու Սերժը, հնարավոր չի ժողովրդին օգուտ որևէ արդյունք ապահովել։ Այս մարդիկ պայքարում են ամեն մեկը իրենց համար, սիրելի բարեկամներ։ Նիկոլեն, որ վերարտադրվեն, Քոչարյանեն, որ վերադառնան։ Մեզ նոր շունչ է պետք, մեզ նոր որակ է պետք, մեզ նոր մարդիկ են պետք, մեզ նոր գաղափարներ են պետք, Հայաստանը պետք է շարժվի, Հայաստանը դուք գնացեք, որ Հայաստանը ապրի, Նիկոլ պետք է գնաս, որ Հայաստանը շնչի, Քոչարյանը պետք է չգա, որ Հայաստանը շնչի, էլ ոնց բացատրենք ձեզ։ Ի վերջո, սիրելի բարեկամներ, Սերժ Սարգսյանի մասին ինչ չեմ իմա ասում, որովհետև Սերժ Սարգսյանը ասում է, որ ինքը չի առաջադրվելու, չի գալու, բայց միաժամանակ մենք պետք է հասկանանք մի բան, որևէ ձևով, եթե այդ մարդիկ իսկապես ուզում են, որ Հայաստանում որակապես նոր իրավիճակ ստեղծվի, այս մարդիկ պետք է իրենց դիրքերը զիջեն, այս մարդիկ պետք է նահանջեն, այս մարդիկ պետք է քաջություն ունենան, խոստովանեն եւ տեղ թողնեն որակապես նոր քաղաքական ուժերի համար։ Սա է իմ այսօրվա հիմնական մեսիջը, ուղերձը, եւ օգտվելով առիթից, սիրելի բարեկամներ, ավարտելով այսօրվա իմ ուղիղ եթերը, ես ընդհանրապես մի բան կարող եմ ասել։ Եթե շարունակվի այս գզվռտոցը իշխանության եւ ընդդիմության, եթե այս իշխանությունը շարունակի այս նույն գռեհկաբանությունը, առաջիկա 1 տարվա ընթացքում մենք իսկապես լրջագույն մարտահրավերների առաջ են կանգնելու։ Ինձ համար այլևս պարզ է, այս իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու, այս իշխանությունը ամեն ինչ անելու է հնարավոր ու անհնար բոլոր մեթոդները գործադրելու, վերարտադրվելու համար, փորձելով հանրության մոտ արմատավորել այն գիտակցությունը, այն համոզմունքը, որ իրենց այլընտրանքը նախկիններն են եւ այդ նախկինների ատելության ֆոնի վրա իրենք եւս մեկ անգամ վերարտադրվեն։ Եթե սա է մեր ճանապարհը, սիրելի բարեկամներ, սա տանելու է փակուղի։ 2026 թվականից հետո մենք ունենալու ենք ավերակ Հայաստան եւ ունենալու ենք միապետ Փաշինյան։ Եթե սա է մեր ճանապարհը, ուրեմն մենք ընտրելու հնարավորություն պետք է ունենանք։ Մենք պետք է դուրս գանք այս փակուղու միջից եւ մեր ժողովրդին պետք է հնարավորություն ընձեռենք ընտրել նաեւ այլ մարդկանց։ Իսկ նոր ընդդիմադիր կենտրոնի ձևավորման համար որոշ մարդիկ պետք է իրենց հավակնությունները մի կողմ դնեն։ Ես վերջի 4-5 ամիսների ընթացքում անընդհատ խոսում եմ այդ հավակնությունների մասին։
Ժողովուրդ ջան, ես դիմում եմ նաև այն բոլոր մարդկանց, ովքեր որոշակի պոտենցիալ ունեն, որոշակի քաղաքական հավակնություններ ունեն։ Եկեք թող մեր ժողովուրդը ընտրի, ով պետքա լինի երկրի վարչապետ, ով պետքա լինի ազգային ժողովի նախագահ, ով պետքա լինի падգամավորն ու նախարարը։ Եկեք ամեն մեկը ձեզ մի երևակայեք։ Եկեք իսկապես մի կողմ դնենք մեր հավակնությունները, իսկապես հնարավոր ամեն ինչ անենք, ձևավորենք այդ այլընտրանքային քաղաքական միավորումը եւ ես վստահ եմ ուղղություններ կանցկացնենք ու մեր դիրքորոշումը այդ մասին կբարձրաձայնենք ու կտեղեկացնենք ձեզ, թե ինչպիսի մոդելավորմամբ ենք մենք պատկերացնում ընդհանրապես առաջիկա 1 տարվա Հայաստանի քաղաքական կյանքը եւ ինչպիսի զարգացումներ ենք տեսնում։ Հարգանք տերես ձեզ, լավ եղեք սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս օգտվելով պատեհ առիթից շնորհավորում եմ մեր բոլոր մանուկներին երեխաների միջազգային պաշտպանության օրվա կապակցությամբ, սիրելի բարեկամներ, միաժամանակ օգտվելով պատեհ առիթից, ինչպես միշտ իմ խոնարհումն եմ բերում Հայաստանի Հանրապետության համար իրենց կյանքը տված մեր բոլոր հազարավոր հայրենիների լուսավոր հիշատակի առաջ եւ փառք ու պատիվ այս պահին Հայաստանի Հանրապետության անառիկ սահմանները անառիկ պահող մեր զինվորներին։ Փառք ձեզ տղեկ ջան։ Հարգանք տերես ձեզ, իմ ամբողջ երախտագիտությունն եմ հայտնում մեղրից մինչև տաուշ, մինչև նոյեմբերյան այս պահին կանգնած հայոց բանակի զինվորների առաջ։ Հարգանք տերես ձեզ։